Բարի լույս ձեզ, ոնց եք, լավ եք, իմ քաղցր յութումյան ընտանիք, այդ ուղարկած սրտիկների նման էլ դուք քաղցր եք, բոլորը, դուք չեք պատկերացնի ինչքան եք ինձ ոգևորվում, ջերմացնում, ուժ եք տալի, ուղղակի աննկարագրելի ջերմություն եք փոխանցում դեպի այս կողմ, օվկիանոսից այս կողմ, բավական զգացված եմ, շնորհակալ եմ ձեզանից։ Այսօր պատրաստելու ենք շամալի, շատերի համար անծանոթ խմոր, շատերի համար ծանոթ, անծանոթ կլինի մեր Հայաստանի կողմի ժողովրդի համար, որովհետև այնտեղ չենք սարքել, չգիտեմ, բայց նորեկած ընտանիքները, ովքեր գաղթել են ժամանակին Հունաստանից, Բեյրութից, Սիրիայից, բոլորը իրանց ծանոթ է այդ խմորը ու շատ հաջողված բաղադրատոմս է, եթե սիրում եք թուլումբա, ուրեմն իմացեք, սա էլ կսիրեք։ Ես հաստատ խոսք եմ տալի մեկ անգամ սարքելուց հետո, ամեն շաբաթ ուզենալու եք սարքեք, բայց չափը չանցնեք, որովհետև չաղացնում է։ Կամերան պտտեմ այս կողմ ու սկսենք նկարելը։ Մեզ պետք է գալու 3 հատ ձու, կապ չունի, տան ջերմաստիճանը տաք կլինի, սառը կլինի ձուն, լցնում ենք ու վերջ, հանգիստ կարող եք լցնել։ Մեզ պետք է գալու մածուն, 1,5 բաժակի չափով։ Եվ հիմա դնենք շաքարավազը, ինչի շուր եկավ, շաքարավազը, որը լինելու է 1/2 բաժակ ու կսկսենք քարելը դրանից հետո։ Ես նախորոք արդեն լցրել էի մեջը, հիմա չգիտես ինչի կպել է մեջը դերեկա։ Հիմա պետք է ավելացնեմ ես մեջը ձեթ, 1/2 բաժակի չափով, կապ չունի, բանջարեղային ձեթ, որ լինի ավելի լավ է, եթե vegetable չի, բանջարեղային ձեթ չի, ոչինչ, կարող եք օգտագործել արևածաղիկ, ինչ որ կլինի, ինչ որ կպատահի։ Սա էլ մեզ պետք չի։ Պետք է մեջը ավելացնենք ուրեմն 1 ճաշի գթալ փխրեցուցիչ, հիմա վերցնեմ ճաշի գթալ, և մեզ պետք է լինելու սոդա 1/2 թեյի գթալ։ Վերջի բաները, որ պետք է ավելացնենք, մեզ պետք է լինելու մանի, 1 բաժակից մի փոքր, այսքան քիչ է ընդամենը ինքը, և 3 ճաշի գթալ, լավ, նորմալ, մեծ գթալ, ալյուր հարկավոր մեզի։
Եվ հա, արդեն մոռանում էի, վանիլ պիտի ավելացնեմ, 1 թեյ գթալ։ Եվ մի փոքրիկ աղ պետք է ավելացնեմ, շատ չին-չին, մեկը պտղունձով։ Վերջ, այսքան բան, հիմա ես արդեն իմ վարարանը միացրած է, տաքանում է, Fahrenheit-ով 3 ձևի, խմորը պետք է այս մեր լցնենք, թավայի մեջը կայլ կա, պետք չունենք դնելու, որովհետև ինքը թաց խմոր է լինելու, կպնելու է իրան, հետո արդեն պետք չունենք տակը կայլ կա դնելու, այդ թղթիկը, որ դնում ենք, մենք ստեղ wax paper ենք ասում դրան, մի փոքր ձետ ավելացնեմ, մենակ, շատ փոքր։ Տարածենք մեջը, վերջ, հիմա դատարկենք։ Ինքը պատրաստ է, շար արագ լինող խմորեղեն է, կրեմ բան պետք չունի, մենք պետք է սրանից հետո սարքենք շիրան ու վերջ, սա հիմա դնեմ ես վարարանի մեջը շատ արագ։ Մենք պետք է անցնենք արդեն խմորեղենը երբ ումա պետք է մեզ հիմա սիրոպ սարքենք այդ ընթացքում արագացրած ձևով, 2 բաժակ պեսոկին, սովորական սիրոպները ոնց սարքում են, 2 բաժակ պեսոկին ավելացնելու եմ 2 բաժակ ջուր ու դնելու եմ եռալու։ Եռալու ընթացքում կավելացնեմ կես լիմոն ընդամենը, ուղղակի համի համար, եթե չեք ուզում դուք դա դնեք ավելացնեք համը դուրս չի գալի ձեզ, կարող եք չավելացնել, ես եռման ջրով եմ միանգամից անում, սա որպեսզի արագացնեմ, շուտ անեմ։ Սա ինձ մոտ արդեն բավական լավ եռում է, պետք է լիմոն ավելացնեմ մեջը։
Նայենք խմորը ինչ վիճակի մեջ է հիմա։ Դեռ եփվում է։ Ժամանակ կուզենամ։ Okay, հիմա տեսնենք ինչ վիճակի մեջ է մեր խմորը։ Արդեն եղած է, հիմա ստուգենք շատ արագ։ Տեսնենք, եթե մեջը եփել է։ Այո, եթե տեսնում եք, չի կպնում։ Մեջը եփած է։ Վերջ։ Հիմա կարող ենք արդեն սա հանել։ Okay, եթե նկատում եք արդեն մեզ մոտ պատրաստ է խմորը, թողել եմ մոտ 20 րոպե գեժամի չափ սառը ինքը եւ հիմա կտրճում եմ, բայց դեռ հələ պետքա թողնենք, սիրոպն եմ վրան ավելացնելու ընդամենը, տնական ձևով կտրտելու եմ հիմա։ Հանկարծ խնդրում եմ չբողոքեք, չասեք էս ոնց է կտրում, մենք մեր տանեցիներով ուտելու ենք, այդքան բան։ Հիմա ինչի կտրատեցի սա, որպեսզի սիրոպը լցնեմ եւ ինքը լավ ներծծվի մեջը։ Սիրոպը սառած վիճակում է արդեն, ինքը սառացրել եմ։ Եթե նկատեցիք, ես իրան լավ պատեցի սիրոպով։ Ու էսի հիմա քաշելու է, ներծծելու է իր մեջ խմորը։ Կթողնենք մոտ մի 15-20 րոպե ու արդեն կարող ենք վերցնել ուտել։ Քիչ հետո կմիանամ նորից։ Okay, արդեն եթե նկատում եք, ներծծվել է մեջը, համարյա թե շատ քիչ է մնացել շիրան։ Սա ինքը պատրաստ է։ Հիմա կվերցնենք մեկ կտոր, որպեսզի դուք էլ նկատեք։ Թե ինչպեսին է։ Ինքը շատ լավ համով խմոր է։ Մեջը այսպես է լինելու թեթև, հանգիստ խմոր։ Բավական համով, շատ համով, որ հերիքա մեկ անգամ փորձեք, նայում եք ինքը գուկային նման, բայց եւ նույն ժամանակ արդեն ներծծել է շաքարը մեջը։ Հիմա որ չուտեմ, ես կմեռնեմ։ Ընտիր։ Հիմա սա փակում ենք եւ դնում ենք սառնարանը։ Էլ մեջից կարիք չունեմ հանելու, ժողովուրդ ջան։ That's it։ Սա կգնա սառնարանը։ Այսքանով վերջացրեցինք, շատ համով խմոր է, անպայման փորձեք։ Կրեմ ոչ ման պետք չի, շիրան մենակ անելուց շատ թանձր չանեք, որպեսզի խեղդող չլինի։ Ես ինքս շաքարային դիաբետ ունեմ, չնայած ինձ արգելված է, հիմա շատերը կգրեն, գիտեմ, բայց հավատացեք ընենց է քաշում քաղցր է, չեք պատկերացնի ուղղակի։ Բայց համով է։ Ես ուշիշ եմ պատրաստում, որպեսզի շատ չուտեմ, թե չէ ինձ մնա այդ ամբողջ միսինին մենակով կուտեմ։ Okay, կհանդիպենք, մի մոռացեք, խնդրում եմ, ովքեր subscribe չեն եղել, նոր են իմ ալիքում, բարի եք եկել, շատ ուրախ եմ,
խնդրում եմ subscribe եղեք, որպեսզի բաց չթողնեք նոր եկող հաղորդումները մեր հաղորդում մի քիչ սխալ ասեցի վիդեոները հաջողություն առայժմս լավ եղեք